Նորքի տուն ինտերնատի բնակիչները երկրորդ հարկի պատշգամբից հետևում են հյուրերը չեկան, ոմանք մուտքի դռների մոտ են սպասում։ Տիկին Մարան դարձյալ այստեղի բնակիչներից ծաղկեփնջով է դիմավորում հանրապետության առաջին տիկնոջը։ Խաղություն, ջահելների առողջ։ Ամեն։ Ձեզ մեծերին է։ Մինչ հանրապետության առաջին տիկինը հերթով ողջագուրվում է ինտերնատի բնակիչների հետ, Լևոն Պապն անհամբեր իր աստեղային ժամին է սպասում։ Հյուրերն այսօր իր ստեղծագործություններն են տեսնելու, սիրողական զբաղմունք է, բայց ասում է մարդկանց ժպիտ պարգևելու համար է մանում։ Լևոն Պապն իր աշխատանքները երբեք չի վաճառել, երբեմն նվիրում է հատուկ դեպքերում, երբ կարևոր առիթ է կամ երբ որևէ մեկին շատ է դուր գալիս աշխատանքը։ Ես կուզեի, որ իմ գործունեությունը Այսա։ Այո։ Պետությունն ապահովում է տուն ինտերնատի բնակիչների կեցության հետ կապված բոլոր հարցերը, սակայն ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում շենքային պայմանների բարելավման հետ կապված։ Նախաձեռնություն ցուցաբերեց Բարի Գալուստ Հայաստան դիվանագիտական ասոցիացիան դեմոս Տիկին Նալբանդյանի եւ արձագանքեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստան ժողովրդական հանրապետության դեսպանատունը դեմոս դեսպանի Տիկին Ջան Ինմեին ինքը պատրաստակամություն հայտնեց, վերանորոգեցին ճաշարանը, վերանորոգվեց խոհանոցը։ Мы считаем, что это очень хорошая инициатива. Համարելով, որ սա շատ լավ նախաձեռնություն է, Չինաստանի դեսպանատունը ցանկություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերանորոգման աշխատանքների համար։ Հայաստանը հետաքրքիր ավանդույթներով երկիր է, այստեղ հատուկ հարգանքով են վերաբերվում տարեցներին։ Ուրեմն մենք էլ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց լավ զգան։ Բնակիչների մեծ մասը հյուրերին սպասում է հենց վերանորոգված ճաշարանում։ Սա այն վայրն է, որտեղ ամեն օր 3 անգամ հանդիպում են ինտերնատի բոլոր բնակիչները։ Պատուհանները փոխվել են նոր 1-2 ամիս առաջ մեր բարերարների շնորհիվ։ Շնորհակալ ենք, որ կան, որ մեր մասին մտածում են, որ մեզ օգնում են, որ մենք զավակների գուրգուրանք չենք տեսել, ես զավակ չեմ ունեցել, որ մի օջախ է, որ ինձ ընդունել են, ջերմ են, ուշադիր են։ Ես այստեղ շատ ընկերներ եմ, բթե շատ լավ տարեց ընկերուներ ունեմ, տարբեր ազգությամբ, ռուս, հայ։ Ես նոր եմ եկել, նոր եկեմ, ընդամենը 6 ամիս է, որ ես այստեղ եկել եմ ու ես չեմ զղջում։ Բնակիչների վերջին ձեռքբերումներից է Skype-ի սենյակը, թեև հենց այս սենյակն է դառնում շատերի թաքուն հույզերի արտահայտման վկան, բայց շարունակում է մնալ ամենասիրելի սենյակներից մեկը։ Պուճուր քույրիկս է։ Ասում եմ պուճուր ուրնա, Հունաստանում ասենքում ավելի։ Մեծ քուրս էլ այնտեղ, աղջիկս էլ այնտեղ։ Ամեն ուրբաթ պարոն Գևորգի հարազատները Աթենքում հավաքվում են մի բնակարանում, որ նրա հետ խոսեն։ Մեկ անգամ ինքն էլ գնացել է Հունաստան իր հարազատների մոտ, բայց նորից վերադարձել է Հայաստան ու ապրում է տուն ինտերնատում։ Դե ես դե սրբություն ունեմ, այդ սրբությունը չի կարելի մոռանալ։ Ավելի ճիշտ գերեզման ունեմ, ով պետք է տեղություն անի, եթե ես շահեմ։ Սիրելի կնոջ գերեզմանի մասին է խոսքը, ու այստեղի բոլոր բնակիչները, ամեն մեկն այստեղ ապրելու իր պատճառն ունենալով, դարձել են մի մեծ ընտանիք ու ասում են, որ մեծ հաշվով վերանորոգված ու ջերմ կացարանն այնքան էական չէ, որքան սրտերի ջերմությունը։ Այստեղի դաշնամուրը փորձարկելուց ու բնակիչների սրտերը հուզելուց հետո հանրապետության առաջին տիկինն ինտերնատին նոր դաշնամուր խոստացավ, որպեսզի հաջորդ այցելությանը լավ երաժշտական գործիքով կարողանան ավելի ջերմ ցերեկույթ կազմակերպել։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։